Ողջույն ժողովուրդ ջան, նախ ներողություն եմ խնդրում, որ ուշ ժամի եմ եթեր մտնում, բայց առավել ևս որ այսօր Կիրակի է, վաղը առավոտյան գործի եք, շատերդ երևի չհասցնեք դիտեք, ոչինչ, վաղը կդիտեք, ես անկեղծ ասած այսօր չէի նախատեսել եթեր անել, բայց նոր դիտելով հանրայինով մեծ բանավեճը չեմ կարող գոնե համառոտ մի խոսք չասել այս ամեն ինչի ուղղությամբ, մանավանդ որ Static News-ը իր տարերքի մեջ է, ուրեմն Նոր ասեմ, որ այսօր մինչև այս մեծ բանավեճի մի քանի դիտարկում անելը, ասեմ, որ համացանցում շատ տեսնում եք Երևանյան լիճը ինչի է վերածվել, ահագին աշխատանք արվել է այնտեղ, այսօր ես հենց ցերեկն էի ուզում եթեր անել այդ մասով, իմ ընտանիքի հետ որոշեցի հենց տեղում գնալու բարձր, գնացինք ու շատ վատ ժամանակ չանցկացրեցինք, մի քիչ քայլեցինք, այնտեղ մարդիկ այն ձգնորսություն էին անում, շատ մաքուր, ակուրատի, գեղեցիկ, իսկապես ընտանիքով գնալու եւ մի պահ հանգստանալ, հետ գալու վայրը, հատկապես նրանց համար, ովքեր սիրում են մարզվել, ամեն ինչ կա եւ այլն։ Շատ մաքուր է, ինչ համար շնորհակալություն ներկայիս կառավարությանը, որ այդ Զիբիլանոցը, որը համարվում է ջրանվար, այդ Զիբիլանոցը վերածել են ճեմուղու կամ ինչու ոչ ժամանակ անցկացնելու վայրի։ Ջրի ներկայությունը Երևանի ներսում մենք ամեն օր չի որ կարող ենք մեզ թույլ տալ զգալ։ Սա Երևանյան լճի մասով։ Հիմա համառոտ շատ հետ կարող եք գնալ ինքներդ համոզվել, միանգամից կարող եք ձեր ընտանիքի հետ էլ գնալ, երեխաների հետ եւ այլն, չգիտեմ։ Հիմա գանք այս մեծ բանավեճին։ Նախ շնորհակալություն պարոն Աթանեսյանին եւ Հարությունին Մկրտչյան, շատ գրագետ ձևով մինչեւ տանելու համար խոսքը, չնայած ես հասկանում եմ, որ երբ որ գրագետ մարդու դիմաց գրագետ մարդը շատ ավելի հեշտ է, ավելի խորքային թեմաներ քննարկելը, բայց երբ որ արժևդ կանգնած են ինչ-որ ղժղժ մարդիկ, ովքեր ոչ մի կերպ չեն ցանկանում ընդունել այն, ինչ որ իրենք հանդիսանում են, դա հավելյալ բարդություններ է առաջացնում։ Հա, ոչ, խնդրում եմ ժողովուրդ ջան, կիսեք, տարածեք, ոչինչ մարդիկ վաղը կնային։ Հիմա ես ուզում եմ մի քանի դիտարկում անել։ Նախ շփվելով շատ քաղաքացիների հետ եկել եմ հետևյալ եզրահանգման, այս ընթացքում։ Նախ եւ առաջ Տիկին Դիլբարյանին ու այն կողքի մարդուն, ով հանդես է գալիս բանաստեղծ, ես շատ ցավում եմ, որ մեր բանաստեղծների վիճակը այդքան տխուր է, ու այդքան միակողմանի են զարգացած քաղաքական մասով, բայց այնուամենայնիվ քաղաքական խոսույթով են հանդես գալիս։ Այս իմաստով շատ տխրում եմ։ Տիկին Դիլբարյանը նաև գրականության ուսուցչի է, ես ոչ մի կերպ թույլ չէի տա իմ երեխաներին նա գրականության դաս տար, այս խելքով, այս մոտեցումներով, բայց մի բան ակնհայտորեն պետք է փաստել ժողովուրդ ջան։ Որքան էլ փորձեն ծածկել Գարեգին Բեսսի կամակը, միևնույնն է, քանի որ քաղաքական նույն ներկայացուցիչները կամ մարդիկ, ովքեր զբաղվում են քաղաքականությամբ ու նույն մարդիկ են, նույն, չգիտեմ, այդ նույն Static News-ային սաստավը, եթե լծված է մանիպուլացնելու իրականությունը եւ ներկայացնելու, որ գոյություն ունի կառավարություն եկեղեցի հակամարտություն եւ փորձում է ամեն կերպ արդարացնել Գարեգին Բեսսին ու մի քանի կուսակրոններին հենց դրանով փաստում ու հաստատում են, որ այս ամեն ինչը խիստ քաղաքական է ու այո Գարեգին Բեսսը ներկայացված է քաղաքական գործունեության մեջ։ Իհարկե դա բոլորից աչքի առաջ եղել, ոչ մեկը չի համոզելու կամ բաներ բացատրելու, հենց այն հանգամանքը, որ բանը կոնսենսուս մինուս 1 էր ձևավորվում, էջմիացնում արդեն բոլոր հարցերի պատասխանը տալիս է։ Այնուամենայնիվ, այս նույն ուժերը Լևոն Քոչարյան, Սերժիկ Այս նույն քաղաքական ուժերը իրենց սաթելիտներով, իրենց շիստյորկեքից մինչև առաջի կռուգից մինչև շիստյորկա, չնայած այդ առաջինն էլ պակաս շիստյորկաչի հյուսիսային հարևանի բարեկամի եղբոր մեծ աղբոր ձեռքին, բոլորով քաղաքական մի բան են ներկայացնում։ Եվ դա հենց իրենք են փաստում, իրենք տեսեք ինչ են ասում։ Քաղաքական խոսույթ են ներկայացնում, մանիպուլացնում են իրավիճակը, քաղաքականացնում են իրավիճակը ու պաշտպանում են Գարեգին Բեսսին։ Գարեգին Բեսսը պիտի որ չունենա քաղաքական պաշտպանության կարիք, եթե ինքը քաղաքականության մեջ չի։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, օրինակ, տարրական բան եմ ասում, վերակացել, գնացել է Գարեգին Բեսսին տենալու, ու ասում է գիտես ինչ Գարեգին Բես քանդողիկոս։ Մենք մեր քաղաքական աջակցությունն ենք քեզ բանանում, նա առնվազն պիտի ֆռա ու ասի գիտես ինչ որդյակի իմ։ Սա հայ առաքելական եկեղեցին է, այստեղ Աստված է, դուք մաքսիմում ձեզ կարամ օրհնեմ ճանապարհեմ։ Քաղաքական աջակցության կարիք չի կարող հայ առաքելական եկեղեցին կամ ես, որս հանդիսանում եմ ամենայն հայոց նորին սուրբ օծություն երկար բարակ նախադասությունը մոտիլով կեն։ Այդ ամեն ինչն եմ ու չեմ կարող ես քաղաքական աջակցության
կարիք ունենամ։ Այդ նույնն է, ոնց որ մի անառակ մեկը գա ու սեռական աջակցություն հայտնի։ Հասկանում եք, չեմ կարող ես գործում եմ իմ կանոնադրության համապատասխան եւ իմ գործողությունները պետության հետ սահմանված են սահմանադրությամբ։ Դու չես կարող քաղաքական ուժ բայց եթե դու եկել ես որպես քաղաքական աջակից ու ես քեզ դրա համար շնորհակալություն եմ հայտնում, ուրեմն ես ունեմ քաղաքական աջակցության կարիք, որովհետեւ ես ինքս քաղաքական եմ։ Վերջ, սա է։ Մի հատ դրսում մոտեցեք մեկին, ով ոչ մի բանով չի հետաքրքրվում, ասեք ես քեզ ուզում եմ քաղաքական աջակցություն ցուցաբերեմ։ Ինչ է ասելու։ Ինչ է ասելու։ Ասելու գնացեք ապա ինձ պետք չի ձեր քաղաքական աջակցությունը, ճիշտ է թե չէ։ Նույնը իր պարագայում է։ Գարեգին Բես Քանդողիկոսին, եթե ինքը լիներ նաև Գարեգին Բ կաթողիկոս, միևնույնն է, քաղաքական աջակցության կարիք գոյություն չունի այդտեղ։ Դա կեղծ է, դա կեղծ օրակարգային բազարներ է, չկա նման բան։ Դա հենց ապացուցում է, որ Քանդողիկոսը քաղաքական կերպար է հայկական իրականության մեջ եւ վերջ, սա այսպես։ Երկրորդ, արա հարց է տված, ընդամենը տարժական հարց, եկել է 5-րդ դարից խոսում է այն բանաստեղծը, ասում է գիտեք ինչ, Գրիգոր Նարեկացին էլ ուներ երեխաներ, արա ես ինչեր է խոսում, լուսավորիչը, արա ախպեր ունի թե չունի, ունեցել է 5-րդ դարում թե չի ունեցել, հարցը բարձրարձակ դա չի, հարցը այն է, որ հիմա 21-րդ դարում մենք ունենք հնարավորություն ծանոթանալու, եթե կուսակրոնը, գիտեք ինչ, Արա ես չեմ էլ ուզում մեղադրեմ այդ ապուշներին, հարցը էդի չի, բայց եթե չեք կարում ձեր վրա, գնացեք այդ կանոնը, կարգը, փոխեք գնացեք արխային լևի գոնե իմանանք, բայց եթե դուք ասում եք չէ ժողովուրդ, այս կարգու կանոնն եմ իմը ընդունված, ու եթե ես կուսակրոն եմ, ուրեմն SSS-ա նշանակում դա, ուրեմն այդ պիտի նշանակի, դու չես կարող ասես լավ, ոչինչ որ գրա, իմի ջայլոց, Աչապահյանի մասով, այս մի բանը ես բաց էի թողել։ Հիշում եք, որ Աչապահյանը ինչ խոսույթ էր կիրառում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մասին, ասում են, դե դա ինչ է, թղթիկը ես ինձ թափահարում են, ինչ-որ բաներ թափահարում։ Այ այդպես էլ վերաբերվում եք Աչապահյանատիպեր, պղծեր, վերաբերվում եք նույն ձևով, ձեր վերաբերմունքն է նաև ձեր ներքին կանոնադրությանը, հայ առաքելական եկեղեցու կանոնադրությանը, հասկանում եք թե չէ։ Ու մարդը ձեզանից որևիցե մեկը չունի բարոյական իրավունք արգելելու մարդուն հետաքրքրվել ու վերահսկել այս ամեն ինչը։ Չեք կարող, չունեք այդ իրավունքը, որովհետև այդ եկեղեցի ասվածը հայ մարդունն է։ Եթե հայ առաքելական եկեղեցի է կոչվում, ոչ թե Թայլանդ, ես չգիտեմ ինչ բուդդիզմ, ոնց պատկերացնում եմ, ընդդեմ մեկը կար, հա։ Ուրիշ բան, չխառնվենք։ Բայց եթե ինքը հայ առաքելական եկեղեցին է, հայը ես եմ առաքելական եկեղեցին, էցա որը որ դուք զավթել եք, դա պարզ պրիմիտիվ տրամաբանությունն է։ Դուք չեք կարող ոչ մեկի ոչ մի բան արգելել։ Չեք կարող։ Դուք կարող եք մաքսիմում արգելել օրինակ եպիսկոպոսատ ժողովին իմ ներկայությունը, որովհետև դա եպիսկոպոսատ ժողով է։ Այսինքն այսպիսի բաները կարող եք արգելել։ Հասկանում եք թե ոչ։ Հետո շատերը բերում են անընդհատ այդ օրինակներ են բերում, որտեղ մտել եմ, այս քահանա մանաները դե լավ ակտիվացել են, չէ՞։ Շատ Facebook-յան էջեր, մտնում բառ եմ գրում, արա մեկ էլ զոմբիի պես հարցակվում են, ու հարցեր են տալիս Նիկոլից, արա ասում եմ, լսեք ձեզ ինչ եմ ասում, մենք կարանք խոսենք Նիկոլ Փաշինյանի կառավարության շրջանում տեղի ունեցած լավից էլ վատից էլ, պրոբլեմ, բացարձակ չունենք, ու եթե դուք ասեք ես ինչ բանը վատ է, ես չեմ ասելու, Նիկոլին հանգարց բան չասես, բան չեմ ասելու, ձեր հետ մտելու եմ դիսկուրսի շրջան, բայց դուք ինձ իմ նման մարդկանց համարելով էլ զոմբի էլ ինչ ասես, դուք զոմբիություն եք անում ու ամեն վարկյան հաստատում դա, ձեզ հարց են տալի, դուք մտնում կողքից մեզ եք վիրավորում, բայց զոմբի չեք, ապուշ չեք, ինչ եք, ասենք օրինակ, ինչու է հենց հիմա կապել եկեղեցուն, ով է ձեզ ասում հենց հիմա ինչ-որ եկեղեցու է կապել, ոչ, նախ Գարեգին Բեսսի թեման մի քանի տարի է ակտիվ է, սկսենք այստեղից, մեկ-մեկ ավելի ակտիվ անում է, մեկ-մեկ մի քիչ պասիվ անում է, մի քանի տարի է դա այդպես, այդ հարցը մենք պիտի տանք, իսկ խեք հենց հիմա դուք որոշել դրանց կամակը բռնեք, կամ դուք խնդիր չունեք այդտեղ, չեք տեսնում, ձեզ օրինակ, եթե դուք ձեզանից որևիցե մեկը գա, հիմնավորած հարց տա, հիմնավորած ներկայացնի, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է սահմանադրությունը ու արել է այնպիսի բան, որը սահմանադրականությունը դնում է հարցականի տակ ու իրա վարչապետ լինելն էլ հետը, դուք չեք հասնի դուրս գաք փողոց, ես մի վարքյանից արդեն կլինեմ կառավարության շենքի մոտ պահանջով, ինչքան էլ որ սատարել ու սատարում եմ իրեն, երբ լինի այդ դեպքը, ձեզանից շուտ ես եմ լինելու ընդեղ, որտեղ ես սատարում եմ, որովհետև իմ պետության
Համար այդպես են բարենպաստ գտնում։ Հիմա դուք, եթե բարենպաստ եք գտնում հայ առաքելական եկեղեցու համար, այն հանգամանքը, որ պիտի կանոնադրությունով շարժվեն, ու ցանկացած ով խախտում է այդ ուխտը, կանոնադրությունը, մյուսը, ուրեմն պիտի հրաժեշտ տա։ Ուրեմն դուք առաջինը պիտի կանգնած լինեիք այնտեղ, ոչ թե մենք ես մեղավորս ոչ թե պիտի խոսայ, այ հենց դուք հավատացյալները պիտի այդ խոսայք, բայց քանի որ դուք քակլան եք ու ձեզ քակլան են դաստիարակել, վախկոտ են դաստիարակել, խոսքս ընդհանրական է, բոլորին չի վերաբերվում 90%-ից։ Ու միջև հիմի այնքան եք գնացել եկել միևնույնն է չեք հասկացել ինչ եք կարդում, ինչ եք անում, ապա մնում է որ ես ու ինձ նման մարդիկ այդ հարցի հետևից գնամ։ Ուղեղներդ մտնում է հիմա թե չի մտնում ձեր ուղեղը հիմա։ Ասենք սրանից ավել, ասենք չեք ամաչի, եթե սրանից ավելի շատ մանրամասն եմ։ Ես կարող եմ սրանից ավելի շատ մանրամասնել, բայց ինձ թվում է, պիտի որ ձեր ինքնասիրությունը շարժվի, ասենք մի րոպե, մենք երկու բառից հասկանում ենք, նախ լա ասելունը չկար։ Լավ է ջանդամ, ասեցինք, էդ էլ չհասկացաք։ Երկրորդ, ես արդեն մի շաբաթ 7-րդ օրն է, ամեն օր եթերով փորձում եմ ձեզ բան բացատրել, ու ամեն օր ձեզնից մեկը մտնում մի հատ ապուշ բան է գրում, ու ես ստիպված եմ լինում հաջորդ օրը կոնկրետ դրան անդրադառնալ։ Հո դուք էս չեք արա։ Ո՞նց է այսքան մարդը, այսքան մարդկանց մեծամասնությունը, հələ երևի ձեր նման հավատացյալ էլ չլինի, կամ մի մաս էլ հավատացյալ կլինի։ Այդ ամեն ինչը անգին մի անգամից կես բառից հասկանում է, դուք ներսում լինելով, այս տարական բանը չեք հասկանում։ Կայֆ է տալիս ձեզ։ Ասում հայ առաքելական եկեղեցի է կոչվում, Հայաստանի տարածքում էլ պիտի գործի, բայց դուք իրավունքներ կա որ չունեք, այդ ձեզ թվում է թե չունեք, այդ դուք շատ իրավունքներ չունեք։ Դուք ոնց վերաբերվել եք պետությանը, այո, մինչև 2018 թվականի հեղափոխությունը քաղաքացին բացարձակ ոչ մի բանի իրավունք չուներ, անգամ իր բողոքը հայտնելու իրավունք չէր ունենում։ Ու դրա համար տենց եք դուք սովոր, այս ովքեր են մեզ հարցեր են տալիս, էլ մի րոպե, բան, սա խառնվել եք իրար։ Ոչ, նստեք ու չեք կարողանում, եք սիկտիր եղեք, ձերը չի ուրեմն։ Ուրեմն այն սկզբից ընդամենը կոմֆորտի տեղ է եղել ձեր համար։ Ու եթե ես իրավունք չունեմ, եթե օրինակ մի ցանկացած քաղաքացի իրավունք չունի, ուրեմն դուք էլ իրավունք չունեք բանակում չծառայելու, հասկացաք թե չէ։ Ու շատ ճիշտ ասեց Հարությունը Մկրտչյան, բանի հետ կապված։ Դադի բանկի օրինակը որ չնայած ես մի երկու անգամ բերել եմ, բայց այդ մասով չէի բերել, մի քիչ ուրիշ է։ Քահանան էլ հիմա Եռաբլուրի բանում է, եկեղեցում է։ Բա բերան հելել ասում էր, ես չեմ լքի Դադի բանկը, զենքը ձեռքս կմեռնեմ դուրս եմ գա ախպեր։ Բախի թռարեք ար։ Ընդ որում, այդ որ երբ որ տենց էիր ասում, այդ ժամանակ նույն Static News-ը էլի գործի մեջ էր։ Static News-ը ներկայացնում էր, թե տեսեք այդ ժամանակ էլ, ասում էր, տեսեք թե ով է վարչապետը եւ տեսեք ով է մեր քահանան, նա եւ այլն։ Հելար թռար արա, մենակ դու չէ, բալեկդ է տղեկդ էլ հետ արա։ Տղեկդ էլ հետ, ու այսօր Եռաբլուրում քահանա ես դու աշխատում։ Բա հարցեր կա քեզ, կոնկրետ քեզ հարցեր կա։ Ցանկացած ամեն մի եկեղեցականի հենց մի հատ հարց եմ աղում։ Ձեր համար եկեղեցի է Գարեգին Բեսսը թե ոչ։ Ձեզ համար եկեղեցի է հանգամանքը որ կարա կաթողիկոսը, եթե ասում եք եկեղեցուն է կպնում, ես ձեր տրամաբանությամբ եմ հարց տալի։ Դուք ասում եք մենք խոսում ենք անուններով, դուք ասում եք չէ եկեղեցին, ճիշտ է։ Այսինքն այստեղ տրամաբանությունը հուշում է, որ դուք Գարեգին Բեսսի մեջ տեսնում եք եկեղեցի, որ դուք Աչապահյանին դիտելով դիտում եք տեսնում եք եկեղեցի։ Այն Բագրատի գործերը նայելով դիտում եք ես ճիշտ եմ, չէ հասկանում ձեր տրամաբանությունը։ Ահա, հիմա ես ձեզ հարց եմ տալիս։ Ձեր եկեղեցին Աստծո հետ ուխտը խախտած, նա արա։ Ու ես հարցին դուք փողոցում եք ինձ պատասխանելու։ Փողոցում, դրսում, եկեղեցիների բակում, եկեղեցիների ներսում։ Ես այս հարցը մինչև չտամ, չշտեմ։ Դուք այն, չգիտեմ, գործողություն չեք անելու։ Իմ ներկայությամբ հատկապես դուք պիտի այս հարցին պատասխանեք։ Ձեր համար եկեղեցի ուխտադրուժ սրբազանը թե ոչ։ Սա հարցը։ Ձեզ համար եկեղեցի է Գարեգին Բեսսը, ով ունի երեխա, թե ոչ։ Էս է հարցը։ Ու դուք պիտի պատասխանեք այդ հարցին։ Ձեր դիրքորոշումը Աստծո տան մեջ ձեր դիրքորոշումը պիտի հայտնեք։ Հենց Աստծո տան մեջ ձեր դիրքորոշումը պիտի հայտնեք։ Այդ Աստծո տանտեղը մեզ դասեր մի տվեք, սա Աստծո տունն է, այս ինչ եք ասում, բա մենք ձեզանից լավ ենք պահելու պահպանել եկեղեցիները։ Ինչ ձեր ձեռի տակա, այո, մի մասը ճուլանացված է, մյուս մասը առացարակ ավելի վատ բաների է վերածված։ Հստակ հարցերի պիտի պատասխանեք դուք։ Այնտեղ նայում եմ մի հատ մեկը կա, մի հատ ջահել կա։ Ստում է այս կառավարությունը,
մենք հարկեր մուծում, ես ինչ եմ խոսում, տակը բան եմ գրել, մի 30-ը զոմբելով վրա են տվել։ Հիմա ձեզ հարց եմ տալիս, արա։ Հենց այդ խոսացողին եմ հարց տալի, դու լավ գիտես, որ քո հետ եմ, որովհետև դե մեկնաբանության մեջ տուզիկների դեր փաստվել։ Ինչի՞ չեք հրապարակում, ինչի հրապարակային չեք դնում, ձեր արածը դրածը մուծած հարկերը։ Ինչի՞ չեք դնում։ Որ եկեղեցու լույսի կամ գազի, դու ես ասում, չէ՞ եկեղեցու լույսի գազի փող ենք մուծում մենք։ Դա հարկ մուծել չի, դա լույսի գազի փող մուծել է, սկսենք այդտեղից դուրակ։ Երկրորդ, որ եկեղեցու լույսի գազի փողն է մուծել Էջմիածնի գարձանից, հանեք դրեք ցույց տվեք։ Մենք էլ պիտի տենանք ում ստորագրությունն դրած այդ ամեն ինչի տակ, որովհետև շատ հնարավոր է, սիրելի բարերարներ, արտերկրում ապրողներ, այո շատ հնարավոր է, ձեր բարեգործության արդյունքում սրանք գրում են, թե իբր այսքան լույսի գազի փող են տվել տարբեր եկեղեցիների համար, փծիչք են դնում են, փողը դնում են ջեբները, մնացած կանանների վզին դրած է, ոնց է ժամանակին գայիշնիկների վզին դրած, որ ամեն պոստի մար այսքան փող պիտի բերեք մուծվեք։ Այ հենց այդ նույն ձևով, վզներին դրած է գազն ու լույսը իրանց վրա։ Գազն ու լույսը կանանայի վրա։ Հասկան, ոնց ուզում եք մուծի։ Հիմա եթե մուծում եք դուք գազ ու լույս եք մուծում, կարանք մի իմանամ, հասարակ բան եմ ասում։ Կոնկրետ Բանգլադեշի եկեղեցու տարածքի լույսերը քիչ չի վառվում։ Հələ մարդիկ էլ գիտեն թե դա վարչական շրջանին պատկանում կամ, չգիտեմ, քաղաքապետարանին կամ ընդհանուր միջև վարչապետ ինչ ասես ասում են։ Բանգլադեշի եկեղեցու տարածքի լույսերը քիչ չի վառվում։ Եկեղեցու լույսերը դաժե քիչ չի վառվում։ Էկոնոմիա են անում, որտեղ վզին դրել եք երևի։ Հերթականներից մեկն է ոնց որ։ Ու այո, ձեր փողերը վերցում դնում են ջեբերը, են հարիթները մուծում են, մուծած չեկը դնում են տակը, վերջացա։ Ու ինչ ասում։ Նա գնացել էր Շվեյցարիա, դուք տեսաք ինչպիսի ելույթն է, նա իր վրա վերցե, ուրեմն բան եմ ես ձեզ ասում։ Աստված չանի, որ հայ ժողովուրդը էլի ընկնի այն օրը, որ իր ճակատագրով զբաղվի միայն եկեղեցին։ Սա ես ուղիղ բան եմ ասում։ Այդ կնշանակի մի բան, որ մենք պետություն չունենք պաստորեն։ Իսկ հիմա, այո, դուք նախ լավություն մեզ չեք անում, երբ որ գնում եք տարբեր կառույցներում ներկայացնում եք գերիների Արցախում բանը, վանդալիզմի ենթարկող եկեղեցի, դա ձեր ուղիղ գործառույթն է։ Ուղիղ գործառույթն է, որը դեռ 20 թվականի ընթացքից պիտի անեք, սա մեկ։ Երկրորդ, այդ որ ասում եք Ղարաբաղում, բայց բանա, ինչ պիտի անեին ախր, հոտին անտեր եք թողե։ Եվ երբ որ Ղարաբաղցին, Արցախցին քույր ու եղբայրները արտագաղթում են, մի հատ կազմակերպչական աշխատանք չի գնացել։ Մի հատ կազմակերպչական ու բոլորս ենք տեսել, թող վիդեոներն ենք տեսել, թող ուղիղ կապեր ունենք, ոնց ա եղել, ինչ ա եղել։ Մարդիկ հրապարակի մեջտեղ լացամկումած կանգնած չգիտեին ինչ էր լինելու։ Երևանի քաղաքապետարանից բռնած աջակցել են, որ այնտեղ ավտոբուս մտնի մարդկանց անի։ Դուք անգամ բան չեք կազմակերպել, էվակուացիա չեք կազմակերպել քաղաքացիների։ Իսկ հոտին անտեր եք թողել, որովհետև էթնիկ զտումից օրեր առաջ դուք ձեր առաջնորդներին եկեղեցու Արցախի բոլորին FSB-ի միջոցով քաշեցիք բերեցիք Հայաստան։ Անտեր թողեցիք ձեր հոտը։ Հիմա գնացել ենք, դե գիտեք Շվեյցարիայում կանգնեց ես ինչ էի բլբլում։ Շվեյցարիայի դուք դրա համար Շվեյցարիա քո գործով եք գնացել, ձեռի հետ էլ ենի։ Ձեռի հետ էլ ենի։ Անես չի սեղ բանը մուկ ենք տշում էլի։ Հարցերի հարցը քեզ տամ։ Բելարուս որ գնացել էիր, պետության դեմ գնալով, պետական ռազմավարական բաներին մոտեցմանը դեմ գնալով, որ գնացել էր Բելարուսիա։ Բելարուսիայում բախի այդ հարցը չդրեցիր, արա։ Բախի չդրեց։ Բան, այդքան կանոն ինչ էր։ Տիկին։ Բա Բելարուսում ինչ այդ հարցը չդրեց։ Պրյամո Բելարուսը խառն ա եղել 44-օրյա պատերազմի նախապատրաստական աշխատանքներին։ Քիչ չի դրել այդ հարցը, բա։ Քակելա տակը որովհետև Ամբախ զամբախ խոսալով չի, սրան նրան մուտիլով կեկով մարդած մանիպուլացնելով չի, հասկացաք թե չէ, լավ կանեք էլի եմ ասում, ինչքան քաղաքական աջակցությունով դուք սնում եք Գարեգին Բեսսին, այնքան ինքը դառնում է քաղաքական կերպար, իսկ երբ որ դառնում է քաղաքական կերպար, առավել եւս վարկյան առաջ պիտի խաչը, փիլոնը, գավազանը, մատանին հանի դնի մի կողմ ու իջնի մտնի իր քաղաքական գործունեությամբ զբաղվի։ Նստել ես Դիլբարյանն էր, հա, Տիկին Դիլբարյան, ասես այդ պարագայում քաղաքացի են, իրավունք ունեն։ Մյուս պարագայում իրավունք չունեն։ Բա որ քաղաքացի են ու իրավունք ունեն։ Բա մեռել ենք ասելով, մեկը կոնկրետ ես 1000 անգամ ասել եմ, որպեսզի ճգնաժամ չխորանա, այդ Բագրատին կանչեք, հակից փիլոնը հանեք, քաղաքացիական հագուստ հագցրեք, թող մտնի ինչքան ուզում է միտինգ անի, հարա, որովհետև իր բանով եկեղեցականի հագուստով ու սրբազան, մարդիկ մոտենում սրբազան հայր են ասում իրան, ասում եք սառացրել է, նախ սառացնել բնութագիր գոյություն որպես այդպեսին չունի ու եկեղեցին ձեր հորդուկյանը չի, որ երբ ինչ ուզեք մի հատ կետ ավելացնեք, ժամանակավոր դե սրա մասին շատ ենք խոսացել մի չխորանա, բայց մինչև այսօր իրան մոտենում սրբազան հայր են ասում, ստեղ բան չունեք ասելու արա։ Կամ եկե մոտեցել է Ռուսաստանցի մի հատ քաղաքացի, վլաստը երբ եք վերցնելու են դե բա դու երբ ես ինչ վլաստում ձեռից եք վերցնելու ժողովրդի առհատ ձեր բախտից։
Վլաստը Նիկոլի ձեռում չի, վլաստը ժողովրդի ձեռում է։ Սա ուղեղներիդ մեջ, այսինքն փորագրել տվեք։ Փորագրել, որովհետև քանի որ դալբայով եք, դարբայեդ եք, այդքան բանը չեք հասկանում։ Ուղեղներիդ մեջ փորագրեք, որ ամեն անգամ դա ֆիքսվի։ Ամեն անգամ հենց ուզեք խոսակ այդ փորագրությունը լեզուներից փուշ մցնի։ Մոտենում Սրբազան հայր են ասում էին կարա, այս ապուշին որ սես բրախում եք ու եկեղեցուն մասնակից եք դարձնում քաղաքական պրոցեսների, եկեղեցում ճգնաժամը խորանալու։ Այդ ժամանակ ես էի ավելի շատ եկեղեցու մասին մտածողը, թե Գարեգին Բեսսը ու մնացածները։ Հələ մեկը ասեք տեսնեմ։ Թե այդքան խորամիտ ու խորաթափանցություն չունեք, բա որ չունեք առավել եւս վարկյան առաջ ռադներդ քաշեք այդտեղից։ Հնի հասկացաք խոսքը առհասարակ ինչի մասին է։ Խաչնել հələ դնում էր ջեբը։ Յանի այդ պահին ես հոգևորական չեմ, քաղաքականությամբ եմ զբաղվում, դնում եմ գրպանս, որպես էսի չէ, էսի տալյուկներ էիք մտածել, արա։ Մի ասել էի։ Աչամփույրի են գալի, բանի են գալի, չենք նկատում ապե, չենք նկատում։ Մենք գնացել ենք Շվեց, հայրա, գերիների հարց բարձրացնելու, որովհետև մի հատ էլ ավելացնում եմ, որովհետև պետությունը բան չանում։ Դուք ով եք, արա, ով եք դուք։ Հիմի ձեր բարձրացած հարցից ինչ եղավ։ Հիմի կարանք ասենք ոչ մի բան էլ չեք անում։ Կամ չեք արել։ Այդքան կարճամիտ ծանցղամիտ մի եղեք, արա, խնդալու եք դառնում։ Նախ խնդալու եք դառնում ձեր տեսակով ու այո խայտարակում եք եկեղեցին։ Մի քանիստ էլ կան դուրս են եկել, դուք տեսել եք Փաշազադեն այնտեղից է, Ադրբեջանից է ասել, որ եկեղեցին սպառնալիք է հայ առաքելական։ Այն ինտեղի, արա մեկ էլ էս Փաշինյանը ստեղից ասես։ Տոլավ է, իսկ կարող է հենց կռեմելիցա պատվերը իջել, որ ստեղից սենց չարխով խաղալ, որպեսզի հանրության մոտ այն կարծիք ձևավորեն։ Հատկապես որ ձեր մոտեցումները մերկապարանոց են ու ոչ մի տեսակ քննադատության 3 վայրկյանից ավել չեն դիմանա։ Եթե կարծում եք կդիմանան, պուբլիշտի ձեզանից ցանկացածին հրավիրում եմ ազատ շփում հաղորդմանը հյուր հեռուստատեսային ֆորմատով։ Միասին նստենք, զրուցենք, քննարկենք։ Կամ այդքան դուխ չեք ունենա գալ Facebook-յան եթերով եմ հրավիրում ցանկացած մեկին։ Ես այն քաղաքացին եմ, որ այսօրվա դրույթով մեծ աղմուկ է բարձրացել, թե բա այսօրվա բանավեճնել էր նաև այդպես բան ընդգրկում իր մեջ, մեծ աղմուկ է բարձրացել այս ամեն ինչի շուրջ, եւ ես ուղիղ ցանկացած մեկին հրավիրում եմ այս թեմայի շրջանակներով քննարկում բանավեճի։ Ես իմ մասով խոստանում եմ պահպանել թե բանի կոռեկտության բաները, բանավեճի քննարկման կոչել կանեմ ոչ մեկ ոչ մի բան չի գրի, կամ առհասարակ կփակենք մեկնաբանությունների դաշտը ու զրուցում ենք, կոնկրետ ռեգլամենտը դնում ենք, րոպեներով մենք կորոշենք ամեն մեկը ինչ ունի, ինչքան կարա խոսա։ Նարեկ Եղինյան, եթե դեմ չեք, ինչ Նարեկ ջան, հանի վերև զրուցենք։ Նարեկ ջան, այսօր կարճ եթեր եմ անում, չգիտեմ, մենք ընկեր ենք հանդիսանում թե չէ եղբայր։ Ես էլ կոռեկտության պահանջով համաձայն եմ, շատ լավ։ Եթե մենք ընկեր ենք հանդիսանում, մեսենջերով կպայմանավորվենք ու կանենք, բայց ես շատ կուզեմ, որ առաջնահերթ արձագանքեն հենց եկեղեցականները կամ հանրային հասարակական քաղաքական գործիչները։ Դե չէ, այսպես քաղաքացի կներես ամեն վարքյանով չեմ կարա։ Բանավիճենք չէ, ուղղակի խնդրանք։ Okay, Նարեկ ջան, արի հիմա չկենտրոնանամ, այստեղ մարդիկ էլի բաներ են գրում, ամեն ինչը կարելի է մեսենջեր հավելվածով։ Հատկապես մենակ մի հարցի պատասխանի, ընկերներ, հանդիսանում ենք թե ոչ Facebook-յան, որ ես իմանամ։ Որպեսզի կարողանանք զրուցել, դե սպամը իմ մոտ շատ ծանրաբեռնված է, կարող է բան գրես չնկատեմ, դրա համար եմ բանանում։ Հասկացաք ու այդ static news-ային մոտեցումները, որ Նարեկ ջան, խնդրում եմ հարցի պատասխանի, մենք ընկեր ենք թե չէ Facebook-ում։ Խնդրում եմ, ընդամենը այդ կարճ հարցին պատասխանի, մնացածը կասեմ, լավ։ Հիմա չդարձնեմ քեզ այդ երկխոսությունը, էլի այս պահին։ Մանավանդ որ ի սկզբանե շեշտեցի, որ կարճ բան եմ խոսում։ Չէ, okay, ես դուրս կգամ, եթերը երբ որ կանջատեմ, քեզ կգտնեմ, ընկերության հայտ կուղարկեմ, կընդունես, արդեն ուշ ժամը, վաղը ցերեկը, երկուսից հետո իմ գործից հետո քեզ հետ կապով կլինեմ, մնացածը կհասկանանք ինչա ոնց է, որովհետև ես չեմ պատրաստվում ամեն, պիտի որ հասկանում ես մանավանդ որ բանի մեջ ես, էլի, ասեցի համարյա բլոգեր ես։ Նյուանսները պիտի որ հասկանում ես, չեմ ուզում բարձրաձայնեմ, հանկարծներ չլինի, մի քիչ մի բան սխալ արտահայտեմ կամ սխալ ընկալելի լինի։ Մոտավորապես սենց է։ Ու այս խոսույթը, այս ամեն ինչը պիտի խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ Նարեկ ջան։ Այս ամեն ինչը նույնպես քննարկվելու է Սասունցի Դավիթ Արձանի մոտ։ Այս ամեն ինչը, այո, որովհետև սա քաղաքական մասն է, որը քաղաքացուն
Քաղաքացուն մանիպուլացնում է, մեդիա բուլինգի է ենթարկում, մեդիա տերորի է ենթարկում, սահմանափակում է քաղաքացու, մանիպուլացնում ու սահմանափակում է քաղաքացու ազատ մտածելակերպը ու ամեն ինչ անում, որ ժողովրդից վլաստ վերցվի։ Ու ժողովուրդը ստեղ պիտի արձագանք տա։ Հենց ժողովուրդը։ Նա եկեք տենանք վլաստը մեզնից որը եք ուզում վերցնեք։ Հələ տեսնենք դուք ով եք ու հələ ինչա տեղի ունենալու։ Ամեն ինչը քիչ-քիչ, քայլ առ քայլ։ Քայլ առ քայլ, ամեն ինչ ոչ թե մի օրվա մեջ է, ամսի 14-ի մեջ է, Սասունցի Դավիթի մոտ, որ հավաքվենք։ Ոչ, դա ատեղից սկսում են քայլերը, ատեղից սկսում են քայլերը։ Մեկը գրել էր ասում, բանը, մի քանի հազար մարդ է գալու, քանի հազար ձեր բաներին, բգոմգոների, Էդգար էր Ղազարյան, հա, դրա իշխանի, նայեք, գնացեք ծերանոցից կորժիկով խապելով բերելով, Ղարաբաղցիներին խապելով բերելով, զոհվածների ծնողներին առասարակ խապել բերելով ու որպես վահան օգտագործելով ոստիկանության դեմ, եւ գնացեք այնտեղ հազարներով հաշվեք։ Մենք հազարներով չենք, մենք զբոսանք ենք կազմակերպում եւ այդ նախաձեռնության անունը կոչվում է զբոսանք։ Վերջ, զբոսանք է դա։ Եվ կզբոսնենք 10 հոգով մի օր, թե մի օր 100, թե մի օր 500, թե մի օր էլի 3, հետո էլի 400, դա արդեն ձեր գործը չի։ Եթե զբոսնելու ցանկություն ունեք, ապա խնդրեմ, մենք զբոսնելով զրուցելու ենք մեզ համար։ Մի խոսքով էսպեսին է ժողովուրդ ջան։ Եկեղեցին իրա բերանով ասում է իր լրությամբ ու իր ամենատարբեր քիթը խոթելով ասում է որ ինքը քաղաքականացված է որովհետև ուղիղ հարցին որը վերաբերվում է Աստծո հետ հարաբերություններին կանոնակարգով խուսափում է ու այդ խոսույթը հարցերը գցում է քաղաքական դաշտ այսքանով ապացուցում է որ ինքը քաղաքական է գումարած ունի քաղաքական լայն աջակցություն սրանով ես մանրամասնեցի արդեն ամենասկզբից ովքեր նորեն միանում խնդրում եմ եթե սկզբից դիտեք ժողովուրդ ջան սրանով նույնպես ցույց են տալիս որ իրանք քաղաքականին են եթե ունեն քաղաքական աջակցության կարիք հետեւաբար քաղաքական են բարև Դավիթ ջան բարև ցավդ տանեմ այս երկորը պիտի անպայման մի հատ իրար հետ առանձին զրուցենք ինձ շատ դուր է գալիս Դավիթ Քալաշյան ժողովուրդ ջան մեր հետաքրքիր ինձ համար այս վերջին շրջանում ուշադրությունս գրաված ամենահետաքրքիր երիտասարդներից է ուստի խորհուրդ եմ տալիս անպայման իր էջին նույնպես գրանցվեք երբեմն կարող եք իր մեկնաբանությունների հետ համաձայն չլինել կարող եք կտրուկ համաձայն չլինել կարող եք շատ բաների հետ համաձայնել այնուամենայնիվ ինքը շատ լավ շատ հետաքրքիր տղա է ազատ մտածող տղա է որը ինձ համար շատ կարևոր է հատկապես երիտասարդների մեջ ես որ տեսնում եմ ազատ քաղաքացու էություն պարունակող մեկին մնացած ամեն ինչը ինձ համար դառնում է երկրորդական այնպես որ ուրախ եմ Դավիթ ջան մենք կշփվենք այս թեմայով նաև առանձին մի խոսքով եկեղեցին ցույց է տվել հատկապես այս վերջում Լևոն Տեր-Պետրոսյանի այցով ով գնացել էր կոնկրետ քաղաքական աջակցություն հայտնելու եկեղեցին չի ասել ինձ քաղաքական աջակցություն պետք չի ընդունել է նրան սա ուղիղ բան է որ ախպեր ես քաղաքական եմ դրա համար քաղաքական աջակցություն կարիք ունեմ վերջ Իսկ եթե փորձում են փոխել թե բա մենք Շվեյցարիա գնացել ենք եսի մինչեր խոսալու մլավելու եսի մինչեր անելու բայց դու Շվեյցարիա վարչապետն էլ գնացել մյուսներ բա դրանք խի սատիկ նյուզը չի լուսաբանում մեկ երկրորդ բացի Շվեյցարիան էլի եմ կրկնում դու գնացել ես նաև Բելարուսիա ընդ որում դեմարշ անելով պետական կարևորագույն հայտարարությանը որը նրա մասին էր որ Բելարուսի նախագահ Բաք Ադրբեջանում հայտարարեց Ալիևի ներկայությամբ լրագրողների ներկայությամբ հայտարարեց որ իրենք ամեն կերպ աջակցել են բանը որպեսզի այդ հաղթանակը լինի Ադրբեջանի օգտին ամեն կերպ աջակցել են դրանից հետո Փաշինյանը ասեց մինչև հասա նրան որ նա իր բերանով Խոստովանից տեղս հասավ իհարկե Փաշինյանը վաղուց կարող էր դասել բայց դա միջազգային սկանդալի կարող էր վերածվել լավ էր որ ինքը ասեց ու ասեց որ ոչ մի պատվիրակություն չի մտնի Բելարուս քանի դեռ այնտեղ ղեկավարը տվյալ տառականը Բայստրուկը, որովհետև ցիգարի տղա ենք вообще, եթե ուզում եք իմանալ, հերը ցիգան են, պրախադո, մեկ անցեմ, որը դոմպելատես դարել է։ Այդ պատմությունը ես պատմել եմ ու շատ լավ գիտեք շատերը, ովքեր զբաղված են ինձ հետևում։ Դրանք հիմնավորած պատմություններ են, էլի։ Սա դեմարշ արեց։ Պետության ղեկավարի հայտարարությունն ի հակառակ, հելավ գնաց մի երկիր, անոդրես գնացել են եկեղեցու բացման։ Դե բեք այդ բան եմ ասում, արա։ Հեսա մի քանի օրից մի հատ փոքրիկ մատուրի բացում է։ Դենա մնդեղ գնալու ես ու թե չէ։ Այդ դու գիտես Հայաստանում ինչքան եկեղեցիներ չես գնացել, ոչ բացմանը, ոչ որևիցե արարողության ժամանակ, ինչ տուֆտել ես տուֆտում, տպար արա։ Դու ինա դու ես գնացել կառավարության ղեկավարին, պետության ղեկավարին, ինձ համար քիչ է հետաքրքիր որ Փաշինյանն է։ Նայեք, վաղը ժողովուրդը ում ընտրեց Ինքը դա լեգիտիմ ընտրություններ եթե եղան ում ընտրեց ում ուզում ընտրի դա իմ ղեկավարն է դառնում հասկանում եք ես պետության քաղաքացին եմ ինքը դառնում է իմ պետության ղեկավարը հասկանում եք թե չեք հասկանում Ինչի էլ արգենացին ընդեղ արա հենց Բելարուսիա բա ընդեղ քիչ խոսացիր որ տառական
Այդ նույն Ղարաբաղում հենց մի մեր եկեղեցիներն են կամ Կիրիլից որ շքանշան բազել էր դեսպանատնից շքանշան վերցնելու։ Քիչ ասեցիր, բանդեղ գերիներ ունենք։ Գնել ջան դու արա փախնում եմ հակալում գտ։ Լսեցիր այն տիկնոջ մեկնաբանությունը որ բոլոր գերիների համար, հա, էդի вообще, Սամվել ջան, շատ ճիշտ ես ասում։ Ասում եմ բոլոր գերիների համար չէր գնացել։ Դիլբարյանը ասես։ Այո, Արտեմ ջան, ու Արտեմը շատ լավ է ասում։ Ուրեմն, ասում եմ մի քանի եկեղեցուց բացի մնացածը Գարեգինին չեն հետաքրում։ Ես կարող եմ ասել որ եկեղեցիները։ Բանը Գեղարդը, Խորվիրապը, դե Մայր տաճարնա, Աղթալա, այդ Ալավերդու տարածքի 5 եկեղեցիներից առնվազն 2-ը, Տաթևը, վերջ տուրիստական ուղղությունները, անգամ նրանց չեն հետաքրքրել կոմունիկացիաները եւ այլն։ Այսօր դրությամբ կառավարությունը իշխանությունը վերցել է, սա ենթակառուցվածքները սարքելով գնացել է, սա ենթակառուցված, հա ու վերջ, ճիշտ ասեցի, չէ՞։ Սա ենթակառուցվածքները կառուցել է, սրանք նստել են բանը, որներն են քորում, բա ես ի՞նչ դավաճան իշխանությունը 1500-ից գլուխ ենք անում, ես ի՞նչ բերես գլխներից, հա երևի։ Որովհետև հանգիստ կարողանում են գույքը վաճառել, տնօրինել։ Ինչ նշանակում գույքն ու դրամական միջոցները միանձնյա տնօրինել։ Միանձնյա տնօրինել։ Հասկանում եք դուք այդ ինչա։ Ընդ որում այդ ամեն ինչը պետրեգիստրը հաստատել է։ Սա ես չգիտեմ, հայլանդակություն է։ Ու անունը հայ առաքելական եկեղեցի է։ Վրացի ուղղափառ եկեղեցի չի, որ մենք իրավունքներ չունենանք։ Դու մեր օրինակ հայ լինելը մեր բրենդն է, իմ բրենդն է։ Դու իմ հայ լինելը օգտագործում ես կոնկրետ կառույցի վրա։ Դու ինձ պատասխանատու ես։ Հենց այդտեղից էլ սկսած, հասկացար թե չէ։ Ես չգիտեմ էլ որ բիզնես լեզվով եմ բացատրում ստիպված որ հասկանաս։ Չնայած նորմալ բիզնեսմեն էլ չեք դուք թալանչիներ եք։ Թալանչիներ։ Բիզնեսմեն, ասենք լավ, կդներ բանը, ոնց է Քրքորյանին է, չէ՞, կարծեմ հարցնում են ոնց ես այսքան գումար դիզել, ասում եմ ես կարող եմ բոլոր հարցերին ձեր բացատրել, մանրամասն պատասխանել, բացի առաջին միլիոնից։ Հարցը այդ չի, բայց անգամ առաջին միլիոնը դիզելուց հետո դուք բիզնես չեք արել, շարունակել եք թալանել։ Այդ դրա համար էլ հետույքները թքակի մեջ է։ Այդ դրա համար էլ խառնվել եք իրար։ Եվ հայ առաքելական եկեղեցին պիտի ազատագրվի ձեր նման սրիկաներից։ Իսկ մնացածները ովքեր ունեն հարցեր, բա որ ասում են ձեր Փաշինյանը, ինձ են ասում։ Չեն հասկանում, որ Փաշինյանը իրանցնել է։ Գարեգին Բեսի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Լևոն Քոչարյանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Հասկանում եք թե չարա ո՞ց բացատրենք ձեզ։ Մենք բոլորս ըստ սահմանադրության գնում ենք ընտրությունների ու մեծամասնությունը մեր բոլորիս ինչպես որոշումը այդպես է գնում։ Ու դա պիտի բոլորի համար արդեն ընդունելի լինի։ Եթե մեր որոշումը ոչ ոք չի կեղծել։ Հիմի 21 թվի ընտրությունները ոչ ոք չի կեղծել ու դրա մասին ոչ ոք չի բողոքել թե կեղծվել։ Նո, կեղծողներ եղել են, բայց ընդ որում ձեր դաշտից մի քանի ոգել քրեական ճամփով անցնում են։ Վերջ, ուզեք, չուզեք, դու կարող եք քննադատել, կարող եք շատ բան չընդունել, կարող եք իմիջիայլոց ԿԳՄՍ նախարարությունը հենց հիմա 100 գաղափար ծրագիրն է իրականացնում։ Տեսնենք քանի հոգի ուղեղ ունի 100-ատ լավ ծրագիր ներկայացնի։ Լավը ներկայացնեք, լավ կլինի, շատ լավը կարողանաք ներկայացնեք, շատ լավ կլինի, բայց ինձ թվում է միևնույնն է, ստիպված էլի եղածի միջից ջոգջկելու են միջին վիճակի բաներ բերեն ու ստիպված դա անեն։ Որովհետև այո, նաև պետք է ընդունենք, որ մենք շատ ենք աշխարհից հետ մնացող, մինչև ինչ ենք հասկանում աշխարհում ինչն է վաղվա մասին, այսօրվա մասին չէ։ Վաղը չեմ այսօրվա մասին, ինչն է, որ այդտեղ աշխատենք։ Մոտավորապես այսպես ժողովուրդ ջան, sense մտածում եք աշխատեն բավականին էլ երկար գնաց, ուղղակի էլ չէի կարա չխոսայի, այսօր իմ արևին որոշել էի եթեր չանել, հա։ Բայց հա, իմիջիայլոց Երևանյան լճի հետ կապված, այսօր գնացել շրջել եմ ամեն ինչ լավ է, այդքան էլ վատ չի, շատ լավ է դաժե, հա։ Խնդրում եմ մաքուր պայեք նախ այդ լիճը, որովհետև ոնց որ թե էլի գալիս է քիչ-քիչ իր հին տեսքին, սա մեկ, այդ մաքրելը ծախս է, մեծ ծախս ու մեծ բարդություն է։ Ու այդ ծախսը նույնպես ձեր երեխեքի մանկապարտեզի պրյանիկից է դուրս գալիս, հասկանում եք թե չէ։ Մաքրածը 10000 խորանար բան զիբիլ էին թափել, մաքրել են, որ ճեմուղի են ցարկել։ Էլի սկսել է քիչ-քիչ ապականվել։ Սա մեկ, երկրորդ, հարգելի քաղաքապետարան, այնտեղ երկու զուգարան կա տղամարդկանց եւ կանանց համար։ Դուրը միշտ փակ, չգիտենք, այդ զուգանը խի է դրած այդտեղ։ Խի է դրած։ Ընդ որում, նես տարածքա մարդիկ են ձկնորսներ են բան են գալիս, հաստատ ոչ մեկ չի գալիս 5 րոպեով մի հատ խանութ գնալ, հետո ճեմելու վայրը։ Ռաս սարքել եք, տեր կանգնեք, խնդրում ենք։ Մի հատ այդ մի թերությունն եմ նկատել։ Մնացածը ակուրատնիա, ինչն էլ են չի,
ժողովուրդը պիտի մի հատ իր վարկագծին տիրություն անի։ Մոտավորապես այսպես շնորհակալություն եթե այս ժամին դիտելու եւ տարածելու համար, վստահաբար մեր շատ քաղաքացիներ վաղը կդիտեն, իսկ վաղը երեկոյան դարձյալ եթեր կունենանք։ Ու մինչեւ շաբաթվա վերջ, մինչեւ ամսի 14-ը ներառյալ ամեն օր մենք խոսալու ենք ամենատարբեր բաներից։ Վաղն էլ կխոսենք մյուս օրն ու այս թեման չպիտի սառի անցնի գնա, ոչ մեռնամ շախմատի օրենքին եմ որ ասում եմ, ձեռս տվել պիտի խաղաս։ Այսպես է։ Կանգնել չկա, կանգ առնել չկա, հոգնել ձանձրանալ թեմայից չկա։ Փորձենք մտորել։ Ու այդ սրիկա, հա, մեկ էլ ասեմ դրանց, արա ձեր հետևորդներին տիրություն արեք։ Մտնում են հայ առաքելական եկեղեցի են պաշտպանում ինձանից կամ որևիցե մեկից աշխարհի քֆուրներով։ Դուք եք սովորած, այդ ինչ բանը մեջ է գրած, պատվիրանների մեջ է գրած, ինչա։ Ասենք միտեղ գրածա բանը, ինչա գրած, ստիժ, հայհոյի, sense բաներ է գրած, ինչա գրած։ Մեկ նայեք ձեզ պաշտպանողներին արա։ Նու չնայած մի երկու թեմա էլ կար, դրանք թող մնան հետո, երեք գիշերին ես մեծ սիրուն կինո եմ բռնել ես Դավիթի պահով պատիվ ունեմ, էլ ասելու չի։ Ուղղակի այդ ապուշին խոսք եմ տվել, որ չեմ հրապարակի, ներողություն խնդրես բա համար, մեղքս եկավ ասի չեմ հրապարակի, բայց թեման պատմելու եմ։ Թեման պատմելու եմ, անուն չեմ հրապարակի։ Ես չեմ կարող իմ խոսքին դեր չկանգնեմ հիմա։ Կխոսենք դրա մասին, իհարկե առանց անուն հրապարակելու եւ ոչ թե բառացի, ինչ ենք խոսացել, ընդհանուր միտքը։ Դավիթին էլ ասում էդի, ռազ ու բանա Դավիթին աջակցողներին։ Առհասարակ որևիցե մեկին աջակցողներին։ Արա աջակցում եք, աջակցեք։ Ես պետություն եմ ստեղծում, որտեղ որ քաղաքական զանազանություն լինի, որտեղ որ ցանկացածը կարա իր կարծիքը ազատ հայտնի, հասկանում եք թե չէ։ Չէ, հիմա չէ, քնարիկ ջան, վաղ էնի, դա երկար կտևի։ Բանա, որտեղ որ ազատ կարա հայտնի, բայց ձեր ազատ կարծիքը հենց վերածում եք քֆուրի, այդտեղ դուք ձեր ձեռով ձերոնց առաջ դռները բացում եք սա։ Մի արեք, արա։ Գնացեք այդ ապուշին էլ եմ ասել։ Ասել եմ կգնաց քո համար, վերջում որ ներողություն բան էլ չի, հարցնում ասում, բա հիմա ես ինչ անեմ, ոչ մի բան չանեմ, ասում եմ, չէ, գնա աջակցում ես, շարունակի աջակցելը։ Միշտ չափերը մի անցել, կյանքում ոչ մեկի չվիրավորես, եթե քո ես դեմ մեկը բան խոսա։ Չտենամ։ Դա չտենամ, թե չէ անունը տել եմ հրապարակելու, ընդ որում բանա, մի հատ պետական կառույցում աշխատում է։ Չեմ ուզում, ես ուզում եմ սովորացնեմ, չեմ ուզում վատություն անեմ։ Ու պիտի սովորել։ Ուզեն թե չուզեն, ռազ մնացել են ապրում են այս պետությունում, ուրեմն պիտի սովորեն նիստուկացը ինչպիսին պիտի լինի մեր երկրում։ Լավ մնացեք ժողովուրդ ջան, վաղը երկուշաբթի է, բոլորիդ բարի աշխատանքային շաբաթ եմ մաղթում, լավ օր ու շաբաթ թող լինի, իսկ այս պայդրությամբ էլ բարի գիշեր հանգստանանք բոլորով։ Մինչ վաղը կհանդիպենք։ Ամեն ինչ այս սենսա լինելու չմտածեք։ Ստեսու։